այնինչ որ ուրբաթ 7 օգոստոսին կատարվեցավ, միայն կարելի է բնութագրել որպես թադարանային գրգես եւ գդրիջյան շո։ Ամենայն հայոց կաթողիկոսական Սուրբ Աթոռը բռնազավթած Քարեքին բի Գդրիչ Ներսեսյանի եւ Քերակույն հոգեվոր խորհրդի 6 քարեքինաբաշտ եպիսկոպոսներու քրեական կորձով առաջին թադական նիստը դեղի ունեցավ օգոստոսի 7-ին Արմավիրի մարզի թադարանի մեջ։ Կորձը գվերապերի թադական որոշման կատարմանը խոչընդոտելուն, իսկ թադավոր Հակոբ Մանուկյանը ինքնապացարկ ներկայացած է եւ բادرվագելով, որ ինքը անցյալին համակորձակցած է Քարեքին բի պաշտպան փաստաբանին հետ։ Հարցում մի 10-րդ պահին իր բարդականությունեն հրաժարած թադավոր Հակոբ Մանուկյանը իր նշանակման օրին չեր գիտեր կամ չեր հիշեր, որ ինքը անցյալին համակորձակցած է Քարեքին բի Գդրիչ Ներսեսյանի պաշտպան փաստաբանին հետ։ Ինչ կարելի է եզրակացնել երեկվա թադարանային գրգեսի եւ Քարեքինյան շոուի հետևանքներով։ Առաջին, օգոստոսի 7-ին կատարվածը ակնհայտ կդարձնե այն փաստը, որ վարչապետ Փաշինյան անձնապես միջամուխ չի եղած թադավոր նշանակելու գործընթացին մեջ։ Եթե միջամտություն եղած լար, վարչապետ Փաշինյան անձնապես վեթին կրած գլար եւ իրեն հլու հնազանդ թադավորը ապահոված գլար։ Փաստորեն Հայաստանի Հանրապետության թադաիրավական համագարքը վարչապետ Փաշինյանի ամփոփչական քերդեսության ներքև չի գտնվիր, քանի որ բարձրապես անգպատկանի հայկական pedagogian քաղաքացիական հասարակության որպես pedagogan անգախ գարույց։ Հետևաբար, քանի որ թադավոր Հակոբ Մանուկյանը զարդուղի եւ անընդունելի ակտ կորզած է ըստ երևույթին, պետք է ենթարկվի հետաքննության եւ եթե փաստվի, որ ան կանխամտածված օրինախախտում կորզած է, ապա ուրեմն պետք է ենթարկվի պատասխանատվության եւ պետք է գարկազրկվի որպես թադավոր իր ոչ պրոֆեսիոնալ բահվածքի համար։ Ինչ է մեղադրանքը։ Գդրիչ Ներսեսյանը եւ 6 գլանագից եպիսկոպոսները մեղադրանքի դակ են թադական որոշման կորզաթրումը խոչընդոտելու հանցանքով կապված Քարեքինի եւ 6 քարեքինաբաշտ եպիսկոպոսներու կողմէ ապօրինաբար պաշտոնազուրկ եղած եպիսկոպոս Արման Գեորգ Սարոյանի եւ թադարանի միջոցով վերականգնման պահանջի հետ։ Ինչ է հաջորդ քայլը։ Գործը պետք է մագակրվի նոր թադավորի, որից հետո կնշանակվի նոր թադական նիստ։ Չի բացառվիր, որ օգոստոսի 7-ի թադարանային գրգես եւ գդրիջյան շոն կանխամտածված էր Քարեքին բի, Դաշիր Սամոյի, Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ ամբողջ քրեա օլիգարխիկ ռսաստրուկ շրջանագին օկտին ժամանակ շահելու համար։ Չմոռնանք ներքաղաքական եւ ներեգեցական ինքնամաքրման ընդհանուր օրագարկի մաս կգազմեն բազմաթիվ քրեական ակտերու բացահայտումը եւ փաստարկումը եւ որոնց հերթին փոքր մեկ նմուշը, որ գվերապերի վեհարանի այդ երկար դարիներու դարածքին իբրև թե վերանորոգման եւ շինարարության եւ մայր աթորի վերանորոգման շինարարական աշխատանքներու հետ կապված Դաշիր Սամոյի իբրև թե 30 միլիոն նվիրած այդ փողերի լվացումը, որ պետք է անպայման բացահայտվի եւ հանրության գիտակցության հանձնվի եւ անշուշտ մեղադրյալները պետք է գադարյալ ամբողջական պատասխանատվության ենթարկվին։ Անգեզորեն ասած, ես որոշ վերաբահումներ ունեի ուրբաթ օգոստոս 7-ի թադական նիստի հետ կապված, անորամար իմ մտորումները դեսակրեցի 5 շաբթի օգոստոս 6-ին Ամերիկայի AMG հերոստատուդիոյի մեջը, որբեսի մենք
փախտadենք թե ինչ կատարվեցավ եւ ինչ պետք է կատարվեր։ Հիմա դիտենք հինգշաբթի օգոստոս 6-ի դեսակրումը։ Այսօր հինգշաբթի օգոստոսի 6-ը Լոս Անջելեսի ժամով երեկոյան բահն է, վաղը մենք արդեն աշխարհով մեկ իրազեկված գլանք, թե ինչ կկատարվի Հայաստանեն ներս, Կարեկին Բ. Գդրիչ Ներսեսյան չգաթողիկոսի հետ կապված, երբ հայկական պետականությունը առաջին անգամ ըլլալով կորձող գաթողիկոսիմը արդարադատության եւ հաշվետվության կենթարկե զինքը թադարան գանչելով վերջին օրերուն Լոս Անջելեսի մեջ եւ այլուր բավականին հետաքրություն գա ստեղծված է ժողովրդական լայն խավերու մեջ եւ անշուշտ պետք է ասել, որ ըստ իմ ունեցած զրույցներու փոխանցության եւ դարբեր հայրենագիցներու եւ հավատագիցներու հետ հստակ է այն չախճախիչ մեծամասնության դրամատությունը, որ որևէ անհատ կամ գազագերբական, ըլլա հասարակական, ըլլա քաղաքական, ըլլա կրոնական գազագերբական ղեկավար օրենքի քերագայությունեն զերծ է, այսինքն օրենքեն բարձր է։ Օրենքն է, որ կքերագայե եւ իմ զրուցակիցներու նույնպես չախճախիչ մեծամասնությունը պետք է ասել landslide majority գողմեն, որ հայկական պետականությունը պետական համար առաջին սպառնալիքի ասենք թերագադարություն ունեցող անհատներուն կամ շրջանակներուն այս բարակային պետք է ասել Կարեկին Բ. Գդրիչ Ներսեսյան իր արյունագից եղբայրը Եզրասը Արևմտյան Միացյալ Նահանգների մեջ Հովնան Դերդերյան եւ իրենց նաեւ Արևելյան Միացյալ Նահանգներու մեջ Արևելյան թեմի թեմագալ առաջնորդ Բարսամյանը եւ Կանադայի թեմագալ առաջնորդ Հովագիմյանը նույն այս համագարքին, որ մաս կգազմեն, պետք է որ բոլորնալ հաշվետվություն տան։ Եվ անկախ թե վաղը առավոտ ուրբաթ ամբողջ օրվա ընթացքին թադական ինչպիսի վճիր կամ որոշում կգայացվի, փաստը կմնա փաստ, որ ինչպես որ ամիսներ առաջ ծեր խոնար ծառան բարձրացանած էր, որ միայն քրեական խնդիրներով եւ արդարադատության եւ հաշվետվության ենթարկելով չէ որ մենք պիտի կարողանանք փրկել հայաստանյաց առաքելական եկեղեցին եւ պետք է որ մենք ուշադիր լանք, որ այո կարող է այս փոքր թադական քայլը վերածվի ավելի լայնամասշտաբ թադական հետապնդման, որը լիովին արդարացի է, որովհետև ինչպես որ բազմիցս փաստացանած ենք հայկական պետականությունը եւ ոչ թե ասենք ղեկավարությունը, իշխանությունները, այլ պետական համագարքը իր արդարադատության եւ թադաիրավական համագարքով իրավունք ունի թադի գանչելու ցանկացած քաղաքացի եւ այս բարակային Հայաստանի Հանրապետության քաղաքացի է Կարեկին երկրորդը եւ վաղը հայտնի գլա թե այս թադական կորձընթացը ինչպիսի հերանգարներ ունի։ Պատկերացնենք որ ամենալավ բարակային Կարեկին Բ. Գդրիչ Ներսեսյանը այո մեկ հանցագործության համար գանչված է թադարան, վաղը մյուսօրը իր բազում կորձած հանցագործությունները ճուրին երես բերվին եւ անոնքալ միացվին այս թադական կորձին եւ հայ ժողովուրդը վերջապես ցերպազատվի այս գլանային քրեա օլիգարխիկ մշակույթը գրող
անձնավորություն են, այս բարակային գդրիչ ներսեսյան են, բայց այդ ծևով սիրելի հայրենագեցներ և հավատակիցներ, ինչպես որ մեր զրույցներու ընթացքին շատերս համաձայն ենք, վերջնական լուծում պետք է մենք առաջացնենք Հայաստանյաց առաքելական եկեղեցու զույգ միապանություններուն համար։ Մեկը ամենան հայոց կաթողիկոսությունը ի քաղաքը Սուրբ Էջմիածին, իսկ մյուսը մեծ ընտանիք Գիլիգիո կաթողիկոսությունը ի քաղաքս Անտիլիաս Լիբանան։ Ուրեմն այս երկու կաթողիկոսությունները բռնազավթված են երկու գլաններու գլխավորությամբ։ Մեկը ասենք քրեա օլիգարխիկ Հայաստանի եւ նախկին Սովետի դարածքին ռսասրուկ շրջանակները, որոնք ունին նաեւ իրենց սփյուռքյան գծորդները, ինչպես շատերս հայտնի է, հայերպական տաշնակցության ռսասրուկ բյուրոյականները, իսկ նաեւ անոնց գմյանան ամերիկահայ շրջանակներեներս հայ բարեգործական ընդհանուր միության օլիգարխիան գլխավորությամբ թեկուզ ինքը հիմա Բաշտոնի վրա չէ, սակայն իր անունը միշտ արգա է Բեր Սետրակյանին եւ նաեւ ըստ երևույթին հայ բարեգործական ընդհանուր միությունը խախտելով իր ստատուսը որպես 501c3 corporation արդեն միջամուխ սկսած է ըլլալ ներքաղաքական կյանքերս հայտարարություն շրջանառության մեջ տնելով, որ իբրև թե նեցուկ կգանքնի քարեքին բին եւ սակայն այս ծևով միջամուխ կլա քաղաքական գործընթացներս եւ նաեւ ճիշտ է ինքը թադա իրավական համագարկի գործընթաց է, բայց հայ բարեգործական ընդհանուր միության այս ելույթը քաղաքական գունավորում կուտա իր ասենք փոխանցագության եւ դա ընդունելի չէ։ Մեկ կողմեն եւ հոպեն ըտմենը հայ բարեգործական ընդհանուր միությունը եւ արևելյան թեմի թեմագալ առաջնորդ եւ թեմական խորհուրդը իբրև թե գարդահայտվին հայկական pedagogian օրինաբաշխության եւ թադա իրավական համագարկի հանդեպ հարկանքով, բայց մենու ժամանակ մեկ է իրենք գզորակցին քրեա օլիգարխիկ շրջանակ ներկայացնող այնպիսի անձնավորության, որ բազում հանցագործություններու մեջ միջամուխ եղած է եւ անշուշտ պետք է նաեւ այստեղը նշենք, որ ինչպես որ վարչապետ Փաշինյան իբադիվ իրեն երբ 2019-ին Լոս Անջելես Պաշտոնական այցելություն գուտար եւ այդ ժամանակը մամլո ասենք ասուլիսի ժամանակ USA Armenian Life-ի հարցումին պատասխանելով թե ինչ կգարձե Հայաստանյաց առաքելական եկեղեցու ընթացքի մասին, այն ժամանակը իբադիվ վարչապետ Փաշինյանին ինքը ասաց էր, որ Հայաստանյաց առաքելական եկեղեցին այնքան գոռումփացված չի եղած, ինչքան երկրորդ եւ երրորդ նահանգայի օրոք։ Հիմա թույլ տվեք, որ ծեր խոնարհձարան ավելի բարձապանե այդ խորաթափանց արտահայտությունը բարոն Փաշինյանի կողմէ, թե հիմա համայնապատկերը նկարենք միասին, թե ինչպիսի պատկեր ստեղծվեցավ Քարեքին բի 1999 թվականի այդ չարապաստիկ օրը հոկտեմբեր 27-ի pedagogan սպանթի օրը, երբ վարչապետ Վասկեն Սարգսյան եւ խորհրդարանի նախագահ Գարեն Դեմիրճյան եւ իրենց հետ անմիջական կորզագիցներ նահատակվեցան parlamenterներս նույն օրը Քարեքիմբը նույն Բեր Սետրակյանի եւ իր նախորդ բոսը Լուիս Սիմոնի ֆինանսավորումով 20 միլիոն դոլարի միջոցով Քարեքիմբն ուզուրպացրեց, այսինքն բռնազավթեց ամենան հայոց կաթողիկոսյան Սուրբ Աթոռը եւ այդ օրվանե ասնին սիրելի հայրենագիցներ մենք ականատես եղանք թե ինչպիսի լայնամասշտաբ եւ խորաթափանց կերպով արմատ նետեց գոռումփացվածությունը եւ ոչ միայն մայրաթորեններս, այլ նաեւ
այստեղ Արևմտյան Միացյալ Նահանգներեն ներս, որտեղ գործե Արևմտյան թեմը, Արևելյան Միացյալ Նահանգներեն ներս, որտեղ գործե Արևելյան թեմը, Կանադայեն ներս, որտեղ գործե Կանադայի թեմը։ Եվ մենք ասկայն լայնամասշտաբ գոռում բացվածության երբեք ականատես չենք եղած, օրինակի համար Արևմտյան Միացյալ Նահանգներեն ներս գործող Արևմտյան թեմի հետ կապված Սուրբ Ղևոնդյանց դաջարի շինարարության արդիվ միլիոնավոր դոլարներ ապօրինի յուրացվեցան։ Մենք գիշենք, թե ինչպիսի հայտարարություն կատարվեցավ այն ժամանակը, թե 10-12 կամ 13 միլիոն դոլարի հաշվետվությամբ շինարարությունը ավարտած էր Սուրբ Ղևոնդյանցին, բայց հետո ավելի քան 20-21 միլիոն դոլարի բարձրացավ։ Ասի կնշենք, որպես նմուշ այդ քրեա օլիգարխիկ, այդ money laundering-ի հետ կապված գործունեության մասին։ Իսկ ինչ կվերապերի Մայրաթորի վեհարանի շինարարության հետ կապված, երբ այդ մասին ընդամենը 2-3 միլիոն դոլարի estimate կար, այսինքն արժևորում կար, բարձրացավ 30 միլիոն դոլարի։ Սա կնշենք որպես նմուշներ, որ տեսնենք, թե ինչպիսի մասշտաբի բարձրացած է անցնող 25-26 տարիներու ընթացքին գոռում բացվածությունը հայաստանյաց արաքելական եկեղեցին ներս, եւ այս արդի պետք է ես բարձր քննադանքով արտահայտվեմ բարոն Փաշինյանի այն առաջադրանքին, որ հայաստանյաց արաքելական եկեղեցու գենտրոնը, որ գտնվի Մայրաթոր Սուրբ Էջմիածնի մեջ, թող իր եկամուտները հայտարարե եւ հարգերը վճարե եւ մենք հարգերը լիովին կվերադարձնենք որպես ասենք գրոնական գառույց։ Անշուշտ սա իդեալական կորձելացիվը չէ, սակայն քանի որ Քարեքին B Գդրիչ Ներսեսյանը եւ իր հետ իր գծորդները Արևմտյան Միացյալ Նահանգների մեջ Հովնան arczepiskopos Տերտերյանը, Արևելյան Միացյալ Նահանգներու մեջ Վարսամյան եպիսկոպոսը, Կանադայի մեջ Հովագիմյան եպիսկոպոսը եւ այլուր, քանի որ այս մարդիկը հաշվետվության համագարկը չարթ ու փշուր ըրազեն, ապա ուրեմն որպես նվազագույն ասենք լուծում բարոն Փաշինյանի առաջարկությունն է, սակայն բարոն Փաշինյանի առաջարկությունը վերջնական լուծում չի բերել։ Պետք է մենք խորինք ասկովին, թե Քարեքին B Գդրիչ Ներսեսյանի ջանաբարորդությամբ եւ Սուրբ Աթորը ազատելեն ետքը ինչպիսի համագարկ մենք պետք է առաջացնենք։ Արդյոք մեզի պետք է որ ազատ աշխարհի մեջ ժողովրդավարությունը որ դաբալված է անցնող 26-27 տարիներու ընթացքին վերականգնելը կենսական է, իսկ Հայաստանեն ներս, որտեղ ժողովրդավարությունը թշպախտաբար սովետի ժամանակ Բոլոժենիայի պատճառով գոյություն չի ունեցած, ապա ուրեմն կյանքի գոչել ժողովրդավարությունը, որի հովանու ներքո մեր ասկային եկեղեցին գործե հաշվետվության եւ հաշվեպահանջության եւ թափանցիկության հովանու ներքո։ Ուրեմն մեզի պետք է այդպիսի համագարկի վերազարթնումը ազատ աշխարհի մեջ եւ ստեղծումը հայրենիքեն ներս։ Անշուշտ ես պիտի չարաչարգեի ներգա բահի թրությամբ նախկին սովետի պատկանող ասենք ռուսական դաշնության, որովհետև գիտենք որ ռուսական դաշնությունը բոլորովին բռնազավթած է հայաստանյաց արաքելական եկեղեցին, հանցինս Քարեքին B-ին եւ իր նման մյուս կորձող գրոնական եւ աշխարհական դարերու միջոցով։ Ուրեմն բարոն Արշակյանը վերջերս հայկական ժամանակ հերոստահաղորդում են Հերմինե Ղարաբեդյանի հետ խոսեցավ աբակաղութացման մասին։ Ես պիտի նաև
միանայի բարոն Արշակյանին եւ ավելցնեի, որ Հայաստանյաց առաքելական եկեղեցին ալ ենթակա է աբակահաղորդացման գործընթացին։ Մեր դնային բարդականությունը այնպես մնենք, որ Հայաստանյաց առաքելական եկեղեցին վերադարձվի հայ ժողովրդին, հայ հավատացյալներուն։ Հիմա վաթրությամբ ընտրական համագարքը ոչ միայն նախկին սովետի դարածքին, այլ նույն ինքն դժբախտաբար ազատ աշխարհի մեջ գործող, սակայն ռուսական եւ սովետա-ռուսական քաղաքացիական ենթակա արեմդյան Միացյալ Նահանգներու մեջ գործող արեմդյան թեմաներս, որտեղ бид հանդիպենք դժբախտաբար սովետական ժամանակներեն միջև ցարական ժամանակներեն միջև այսօր քրեա օլիգարխիկ մշակույթի ներկայացուցիչներուն եւ անոնց անունները օրը պիտի կա մանրամասն պիտի ներկայացնենք թե ովքեր են այդ անհատները, որոնք կշարունակեն բռնազավթել Հայաստանյաց առաքելական եկեղեցին նույն այստեղ Լոս Անջելեսի մեջ, Նյու Յորքի մեջ, Կանադայի մեջ եւ ինչպես ժողովրդին վախեցման ենթարկած են եւ անշուշտ նույնը կվերապերի մեծընտանեն գիլիգիո գաթողիկոսության հովանու ներքո կորձող արեմդյան ասկային առաջնորդարանեն եւ արեմդյան ասկային առաջնորդարանին հովանու ներքո կորձող օրնագամար Հոլիվուդի Սուրբ Կարապետ եկեղեցին, Գլենդելի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, նույն ինքն ասկային արեմդյան ասկային առաջնորդարանի հովանու ներքո կորձող Լաս Վեգասի Սուրբ Կարապետ եկեղեցին։ Մեկ խոսքով ընտրական համագարքը հապշտակված է եւ ժողովրդավարությունը փլուզման ենթարկված է, մեր ժողովուրդը իր ազատ կամքով իրավունք ունի իր որոշումը գայացնելու եւ եթե ուժեր պիտի գտնվին, որ արգել պիտի գնան, հիմա արդեն մենք նոր մոլորակի բնակիչներն ենք, նոր աշխարհի բնակիչներն ենք, յուրաքանչյուր ակտիվիստ իրավունք ունի թիմելու օրնագամար Կալիֆոռնիա բարակային California State Attorney General-ին office-ին Nevada նահանգի բարակային իրավունք ունի թիմելու Nevada State Attorney General-ին office-ին, այսինքն Նևադայի կամ Կալիֆոռնիայի նահանգային թադախազության, որովհետև այն ժամանակները անցած են, երբ ժողովուրդը ցեզի գվստահին բարոն Վիքեն Հոսեփյան, բարոն Դարոն Խաչատուրյան եւ ծեր նմանները եւ ինչպես նաեւ բարոն իր աշխարհական առումով Վահրամ Դերդերյան, որ գոչվի Հովնան arczepiskopos Դերդերյան, եւ մենք շատ լավ գիտենք բարոն Դերդերյան Սարգսակ Մայքա Ջենդյանի դեղեկատվության մասին, որ այնտեղը ինքը լայն գերբով նկարագրած է, թե ինչպիսի օրենքի խախտումներ, մասսայական օրենսդրության հոդվածների խախտումներ կայացած են ծեր իսկ հովանու ներքո, այդ մասին մենք պիտի շարունակենք հետագային բացահայտումները, կամ նույնիսկ վերաբացահայտումները, որովհետեւ տեսնենք ով ուրդեղ պիտի փախի եւ փախչի եւ տեսնենք թե ով արդարացի է ով սխալ է։ Միչ այդ ծեր թադական սպառնալիքներով չեք կարող վախեցնել։ Մենք կառաջնորդվենք ճշմարտությամբ եւ արդարությամբ։